Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հարգելի նախարար։ Պարոն նախարար, տեսեք, երբ 2 տարի առաջ շուրջ ես վերլուծելով բանակում արկա խնդիրները զորակոչի հետ կապված, մի շարք կետեր առաջարկեցի, որոնց մեջ ներառված էր նաև ծառայության ժամկետը կրճատելը, այսինքն ինչ էր ենթադրում համալիր փոփոխությունների փաթեթը, որ մենք ունենք զորակոչի հետ կապված խնդիր, որ բանակ է զորակոչվում, զորակոչի ենթականների միայն կեսից ավելի պակասը, եւ մենք նպատակ ունենք անելու մի շարք քայլեր, որոնք կբերեն զորակոչի, այսինքն ծառայության գրավչության բարձրացմանը եւ կատարել որոշ քայլեր, որոնք կսահմանափակեն եւ թույլ չեն տա, որպեսզի մեր զինծառայողները կարողանան հեշտությամբ խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Քայլերի մի մասը արդեն կատարել ենք եւ հիվանդությունների ցանկում որոշ փոփոխություններ ենք իրականացրել։ Միայն մի հիվանդության մասով 14-րդ հոդվածով ունենք 1300-ից ավել զորակոչ տարեկան 24 թվականին ի տարբերություն 22-ի եւ 23-ի։ Այսինքն ունեցել ենք ընդհանուր առմամբ տոկոսային առումով +4.5% զորակոչ։ Ծառայության ժամկետի կրճատումը նույնպես բերել է զորակոչի թվի բարձրացման, կունենանք իմ հաշվարկներով մոտավորապես +4%-ի էլի ավել զորակոչ, քանի որ գրավչությունը բարձրանում է։ Ինչի մասին է իմ խոսքը, նաեւ վերաբերվում, երբ ասում եմ ժամկետի կրճատումը, կապենք որևէ, քանի որ սա ամենագրավիչ քայլն է, որը մենք կարող ենք կատարել, ես առաջարկում եմ, որպեսզի սա անենք փոխկապակցված այն քայլերի հետ, որոնք որ կարող են թվալ որոշ անձանց համար խնդրահարույց, օրինակ ծխելու մասով։ Իմ առաջարկների մեջ եղել է նաև նա, որ ժամկետի կրճատումը ինչ-որ մասով տարածենք այն զինծառայողների վրա, ովքեր որ չեն ծխում։ Սրանով նրանց կխորախուսենք, այն զինծառայողը հասկանա, որ ինքը կարող է 6 ամիս շուտ կամ 3 ամիս շուտ կամ 1 ամիս շուտ զորացրվել մի բանի համար, որ ինքը չի ծխում, դրանով կտա օգուտ իր աշխատող ծնողներին, ովքեր ստիպված չեն լինի աշխատել եւ փող կուտակել, ուղարկել իրենց ծառայության ժամանակ ծխելու, նաեւ սա կբերի մարտունակության բարձրացմանը եւ նաեւ հիվանդությունների նկատմամբ կունենա ավելի մեծ դիմադրողականություն եւ նաեւ ավելի ուշ կմահանա եւ նաեւ հետագայում կյանք մտնելով չի ծխի։ Սա է իմ առաջարկը եղել, եթե նպատակարար գտնեք, քննարկենք, եթե չէ, ինչ ասեմ, շնորհակալ եմ։